82 տարեկան Լև Տոլստոյը 1910 թվականի նոյեմբերի 10-ի գիշերը գաղտնի լքեց իր տունը, թողնելով իր ընտանիքը եւ համաշխարհային փառքը։ Նա հստակ ծրագիր չուներ, պարզապես ուզում էր հրաժարվել այն կյանքից, որն այլևս իրենը չէր։ Փախուստ չէր, գուցե մաքրագործվելու փորձ էր։ Հովհաննես Թումանյանը գրել էր, որ Տոլստոյի ամենամեծ գործը հենց այդ հեռացումն էր։ Ճանապարհին Տոլստոյը մրսում է, հիվանդանում թոքաբորբով եւ ստիպված իջնում Օստապովո կայարանում։ 10 օր նա կյանքի ու մահվան սահմանին էր, թերթերը ամեն օր հրապարակում էին բժիշկների տեղեկագրերը։ Բարձր ջերմաստիճան, արագացած զարկերակ, ախորժակի կորուստ։ Հայաստանում մամուլի հետաքրքրությունը զուտ հարգանքի տուրք չէր։ Տոլստոյի գործերը հայերեն թարգմանվել էին 1880-ականներից։ Մանկություն եւ պատանեկությունը Կովկասի գերին թարգմանել եւ հրատարակել էր Պերճ Պրոշյանը։ Հայկական հանդեսներում տպագրվում էին Տոլստոյի հոդվածները, քննարկվում էին նրա հայացքները եկեղեցու, ընտանիքի, բարոյականության, ազգայնականության թեմաներով։ 1910 թվականի նոյեմբերի 20-ին լուրը տարածվեց աշխարհով մեկ։ Տոլստոյը մահացել է։ Նրա թաղմանը հոգևորականներ չկային։ Ռուս ուղղափառ եկեղեցին դեռ կենդանության օրոք նզովել էր նրան։ Թաղմանը մասնակցել էր Վահան Տերյանը, որը գրել էր. Լև Տոլստոյին վերջին հանգստատեղ ուղեկցելու եկել էր մոտ 5-ից 6000 մարդ ընդամենը։ Իհարկե, թաղման հանդիսավորությունը եւ մեծությունը հարկավոր չէր Տոլստոյին։ Դա մեզ էր հարկավոր։ Տոլստոյի թաղմանը չէր մասնակցում ամբողջ Ռուսաստանն իսկ, մինչդեռ պետք է մասնակցեր ամբողջ աշխարհը։ Ես տեսա նրա տանջված դեմքը, այնքան նման չէր այն լուսանկարներին, որ տեսնում ենք միշտ։ Դա մարտիրոսի, սրբի դեմք էր։ Երբեմն մեծերը ստիպված են փախչել աշխարհից, կամ էլ սեփական եսից։